Ռուսաստանն ու Հայաստանը ներկայում ունեն սերտ, բայց բարդ հարաբերություններ հաշվի առնելով Երևանին ենթարկեցնելու արևմուտքի փորձերը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա ասել է, թե Ռուսաստանը հարգում է հայ ընկերների ցանկացած ընտրություն, բայց ԵՏՄ շրջանակում պարտավորությունները չեն կարող պահպանվել, եթե երկիրը Եվրամիությանն անդամակցելու ուղին բռնի։ Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, թե Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում։ Նիկոլ Փաշինյանը սակայն այդ հանդիպմանը չի մասնակցելու։ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է կատարել ուժեղ Հայաստան կուսակցության Լոռու մարզում գործող գրասենյակներում ձերբակալվածներ կան։ Գործողություններն իրականացվել են ընտրակաշառք տալու եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի դեմ վարույթ է ընդունվել։ Հայցի պատճառ է դարձել ասուլիսի ժամանակ Կարապետյանի հնչեցրած հայտարարությունը, թե Չինաստան այցի ժամանակ Փաշինյանը հատուկ ռեստորաններում հալյուցինոգեն սնկեր է փորձել, դուրը եկել է եւ շուրջ 1 տոննա հետը բերել է Հայաստան։ Կարապետյանը նաեւ ասել էր, թե կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ ԱԺ-ում ամբիոն բարձրանալիս օգտագործում է այդ սնկերից։ Փաշինյանը պահանջում է այս հայտարարության հրապարակային հերքում եւ 6 միլիոն դրամ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Խորհրդարանական ընտրություններին առաջադրված բոլորին դեմ եմ կուսակցությունը կարծում է, որ հունիսի 7-ի ընտրություններում առաջադրված ուժերից որևէ մեկը չի կարող ունենալ կայուն մեծամասնություն։ Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը սակայն վստահեցնում է, իրենք հաղթահարելու են անցողիկ շեմն ու բանակցություններ են սկսելու մյուս քաղաքական ուժերի հետ։ Կուսակցությունն առաջարկում է իրենց տալ ընդամենը 100-օրյա իշխանություն, որը կօգտագործվի ընտրակարգում փոփոխություններ անելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Կիևի Դարնիցկի շրջանում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, նրանց թվում 3 երեխա կա, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։ Մայիսի լույս 14-ի գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի վրա հարձակվել էին 56 հրթիռով եւ 675 անօդաչու թռչող սարքով, որի հիմնական թիրախը Կիևն էր։ Վիրավորվել է 48 մարդ։ Մայիսի 15-ը Կիևում հայտարարվել է սգո օր։ Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել 205-ը 205-ի դիմաց։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է 205 ռազմագերու վերադարձը, նշելով, որ սա 1000-ի դիմաց փոխանակման առաջին փուլն էր, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք է բերվել հաղթանակի օրվա հրադադարի հետ մեկտեղ։ Նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին, որի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը փոխանցել էր 193 գերու։